Ողջույն, Բուն TV-ի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք ընտրություններին ընդառաջ մեդիա ուրեմն շրջանակների նախապատրաստական աշխատանքների ուրեմն սպասվելիք այդ ակնկալվող փոթորիկին հնարավոր տնային աշխատանքի եւ հակագործողությունների թեմայով։ Եվ իմ հյուրերն են Արսեն Խարատյանը, մամուլի ինքնակառավարման դիտորդ մարմնի անդամ, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ Ավետ Պողոսյանը, հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի անդամ, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Հարգելի հեռուստատողներ, ուրեմն գիտեք մենք հիմա մի հատ այսպես իրավիճակում ենք ապրում, երբ որ բոլորի համար կանխատեսելի է, որ սպասվում է իսկապես մի այսպիսի փոթորիկ կամ մի ճգնաժամ ընտրություններին ընդառաջ, սա երևի թե լինելու է Հայաստանի պատմության մեջ ամենաաշխարհաքաղաքականացված ընտրությունները, որտեղ արտաքին ակտորները ամենաակտիվն են լինելու, ամենաշատ ռեսուրսներ ծախսողն են լինելու մեր նորագույն պատմության մեջ ընդհանրապես։ Սրա մասին են վկայում Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության վերջին հրապարակումները, սրա մասին են վկայում նաև մի շարք հասարակական կազմակերպությունների հրապարակումները, այդ թվում նաև իրազեկ քաղաքացիների միավորման հրապարակումը այս շաբաթվա ընթացքում տեղի ունեցած եւ ակնհայտ է, որ այս ամենը շատ լուրջ թատերաբեմ ունենալու է նաեւ հենց մեդիա ուրեմն հարթակները եւ զանգվածային լրատվության միջոցները եւ սոցիալական հարթակները եւ ամենատարբեր բլոգերային ուրեմն հարթակները ու սա մի ոլորտ է, որտեղ պետությունը իհարկե ունի անելիք, բայց ես կարծում շատ ավելի անելիք ունի հենց մեդիա ոլորտի ինքնակառավարման մարմինները եւ նաեւ քաղաքացիական հասարակությունը։ Այս թեմաների շուրջ կզրուցենք մեր հարգարժան հյուրերի հետ։ Պարոն Պողոսյան, սկսենք ձեզանից, ինչպես ես մուտքի խոսքում ասացի, հա, ակնհայտ է, որ մեզ փոթորիկ է սպասում։ Մենք սրան պատրաստվում ենք։ Կարելի ասել այնքանով, որքան որ մենք պատրաստ էինք վերջին տարիներին մեզ պատահած արհավիրքների դեմ պայքարին, այդքան էլ պատրաստ ենք մեդիա դաշտում այդ գրողներին, ուղիղ այդքան։ Այսինքն կարելի ասել, որ մենք նոր ենք սովորում, թե ինչպես պետք է վերաբերվենք այդ հանգամանքներին։ Այս համեմատությունը բացարձակապես չափազանցություն չէր, իսկապես մենք Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության շրջանակներում հասկանում ենք, որ պարզագույն գործիքներ կան, որոնք եղել են, բայց մենք նոր սովորում ենք այդ գործիքները կիրառել, օգտագործել, օգտվել իշա Հայաստանի, օգտվել, պաշտպանվել այդ գործիքների միջոցով։ Նույնը վերաբերում է մեդիա դաշտին։ Առավել եւս այն պարագայում, որ դաշտը ազատ է։ Բոլոր զեկույցները խոսում են այն մասին, որ եւ մամուլը եւ խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա են Հայաստանում եւ Հայաստանի Հանրապետության անկախության թշնամիները այդ հանգամանքից օգտվում են։ Եվ խոսել են մասին, որ մենք պատրաստ ենք, իհարկե շատ չափազանցված կլինի, որ մենք պատրաստ ենք, բայց կարող ենք ասել, որ այդ process-ի ընթացքում մենք նույնիսկ առաջին անգամ վեր ենք հանում հանգամանքներ, որոնք էականորեն կարող են ազդել հենց բուն քաղաքական գործընթացների վրա, որոնց երբեք նախկինում ուշադրություն չենք դարձրել։ Ինչի այսպես տեղի ունենում, որովհետև մեր օրենսդրական կարգավորումները դեպքերի, իրադարձությունների եւ խոսքերի մասին են, բայց ֆոնային պատկերացումների ձևավորումը երկարաժամկետ, որևէ ձև արտացոլված չի մեր օրենսդրության մեջ։ Օրինակ այնպիսի հասկացություններ, ինչպիսին են պատերազմի նորմալացումը ընդհանուր առմամբ, կամ մարդու իրավունքների եւ պետական շահերի հարաբերակցության լուծումը, այսպիսի հարցերը մեր օրենսդրությամբ կարգավորված չեն, եւ մենք այս խնդիրներին առաջին անգամ ենք բախվում, ես նկատի ունեմ առաջին անգամ ոչ թե ընտրությունների կոնտեքստով, այլ ըստ էության 22-23 թվականից հետո առաջին անգամ ենք առնչվում այս հանգամանքներին եւ կարծում եմ շատ լավ նաեւ առիթ է այս ամեն ինչի մասին խոսալու եւ վերհանելու։ Սա որպես նախաբան կարծում եմ հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք։ Պարոն Խարատյան, հիմա խնդրեմ հենց ոնց որ պարոն Պողոսյանը փորձեց պետության դիրքորոշում տեսանկյունից հարցնել, խնդրեմ դուք քաղաք հասարակության եւ մեդիայի տեսանկյունից նայեք, բայց մի այսպեսի շերտ եմ ուզում հավելեմ։ Այս երբ որ այս թեմայով խոսում ենք, անընդհատ բերում են Մոլդովայի օրինակը, որ Մոլդովայում ցենց եղավ, Մոլդովայում նենց եղավ, բայց դա ինձ մի տեսակ մտահոգում է, որտեղ եթե մենք իսկապես նայենք Մոլդովայում ժողովրդավարական ուժերը պարտվել են։
Որովհետև այդ ընտրությունը փրկվել է ըստ էության մոլդովական սփյուռքի մասնակցությամբ։ Եթե մենք հաշվենք զուտ ձայները Մոլդովայի ներսում, Մոլդովայում պարտվել են ժողովրդավարական ուժերը։ Լավ օրինակ է ընդհանրապես Մոլդովան այդքան մեծ մոտ որ բերում են այդ օրինակը։ Անկեղծ ասած, հենց հիմա ես մոլդովացի պարտներների հետ աշխատում եմ եւ հենց մամուլի հետ կապված Եվրամիության աջակցությամբ Դիրեք իհարկե հարցեր կան, որտեղ իսկապես նմանություններ չկան կամ նույնիսկ հակառակն է։ Մեր մոտ սահմանադրորեն Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիները չեն կարող քվեարկել, օրինակ, բարձ օրինակ։ Մոլդովան նաև շատ բարդ մեխանիզմով կարողացավ պահպանել այսպես կոչված ժողովրդավարական ուժերին։ Գիտեք, ամենամեծ սփյուռքը իրենց Ռուսաստանում է եւ այնտեղ երկու տեղամասեր աշխատում։ Եթե պիտի անկեղծ լինենք, հա, այսինքն եվրոպական սփյուռքին թույլ տվեցին, որ քվեարկի, ռուսներն էլ այդ մասին են խոսում անընդհատ։ Բայց այնինչ վերաբերում է, տեսեք, ես ավելի շատ կուզեմ խոսել ոչ թե նմանությունների, այլև նարատիվների մասին, որոնք որ մեծ հաշվով հենց լինելու են այդ ձեր նշած փոթորկի կամ եթե կուզեք ասել անվանենք քաղաքացիական հասարակության եւ մեդիա դաշտի քաղաքացիական պատերազմի, հա, գուցե տերմինը այնքան էլ այսպես ասած դրական չի, բայց դրական չի լինելու։ Տեսնելու ենք շատ ավելի բևեռացվող նարատիվներ։ Հիմա առաջիկայում անպայման տեսնելու ենք այն բոլոր ապատեղեկատվական ուղղությունները, որոնց մասին պարբերաբար խոսվում է, ասենք արդեն իսկ տեսնում ենք օրինակ հիբրիդային կոչվածի հա մասին, որը որ այսպես ասած պրո ռուսական ուժերը անվանում են միֆ կամ սուտ։ Հիմա այն որ Հայաստանում որոշ մեդիաներ, որոշ փորձագետներ խոսում են այն մասին, իբր թե Հայաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ ամերիկյան դեսպանատունը։ Սա սուտ է։ Իրաքի դեսպանությունը երևի չեն տեսել։ Եվ ասում են այդ պատճառով Իրանը հիմա մեզ կխփի։ Ասում են դա հիբրիդային մեդիա դաշտի խնդրեմ է, թե խնդրեմ չի, հա, այսինքն խնդրեմ է։ Խոսում են ազգային արժեքների ինքնության հետ կապված ենթադրաբար ոչնչացնելու միտումների մասին։ Այս համանման օրինակ տեքստեր հնչել են նաև Մոլդովայում, համանման տեքստեր հնչել են Ռումինիայում, Վրաստանում, այսինքն էլի եկեղեցու գործիքայնացմամբ եկեղեցին իր առանցքային դերակատարություն ունի, որոշ դեպքերում կրոնականն այնքան ակտիվ չի եղել, բայց այո, օրինակ մոլդովական եկեղեցին այստեղ դերակատարություն է ունեցել։ Վրացական եկեղեցին պակաս դերակատարություն չունի։ Այսպիսի նարատիվները ուժգնանալու են, խորանալու են եւ իհարկե գործիքավորվելու են ընտրություններից առաջ ել ավելի ցցուն կերպով։ Եվ թե ուրեմն խոսում ենք այս նարատիվների տարածման եւ դրանց ազդեցության վրա ընտրական գործընթացներին, իհարկե իրենք արդեն իսկ կան, դրա բոլոր նախանշանները կան եւ այստեղ մեր քաղաքացիական հիմնական խնդիրը պիտի լինի ոչ թե որևէ մեկին պաշտպանելը, այլև հնարավորինս ակտիվորեն գոնե կեղծ նարատիվների հետ կապված հակակշիռ դառնալը, եթե կկարողանանք, եւ դրանց զուգահեռ աշխատել մեդիագրագիտության վրա։ Սա ամենակարևոր բանն է, որ միևնույն է աշխարհում չի լուծված եւ ես կարծում եմ, որ նույնիսկ կարող ենք այս ընտրություններից առաջ այդքան ակտիվ դժվար է, բայց դա հանրակրթական դպրոցներում պիտի պարտադիր ուսուցման մաս դառնա։ Երկրներ կան, որ դա արդեն արել են, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան են այս ուղղությամբ աշխատում, հա։ Խնդիրը ամենուր է, մենք ունիկալ չենք այս իմաստով։ Խնդիրն այն է, թե ինչքանով է մեր իրավիճակը տեքստերի, նարատիվների, բովանդակության առումով տարբերվում։ Մոլդովայից սովորելու բան ունենք կամ իրենց փորձից ինչ որ քաղելու, իհարկե ունենք, որովհետև մեխանիզմները, մեթոդները կարող են նման լինել, կարող են տարբեր լինել։ Կտեսնենք, հա, մենք էլ կդառնանք թերևս օրինակ, թե ինչպես են աշխատում այս մեքենաները, նկատի ունեմ նարատիվներ արտադրող եւ դրանք տարածող, եւ ինչպես են դա անում եւ թե ինչ են անում բովանդակային առումով։ Ուրեմն մենք փորձում ենք եւ քաղաքացիական մյուս գործընկերների եւ մեդիա դաշտի գործընկերների հետ հնարավորինս հասկանալի կերպով դրանց հետ կապված ինչ որ բացատրական գործ անել, հանրությանը ներկայացնել կոնկրետ միֆերի հետ կապված հարցերը, հա։ Միտեղ գուցե արդյունավետ կլինենք, միտեղ գուցե չլինենք, բայց կարծեմ որ սա մեր ամենամեծ խնդիրն է լինելու եւ այդ խորացող, ուժգնացող բևեռացվածությունը մեր հասարակության մեջ կարող է ել ավելի վտանգավոր դառնալ, եթե չկարողանանք ժամանակին գոնե այն ամենակեղծ միֆերի շուրջ բացատրություններ տալ։ Հիմա մի անելացեմ եւ ավարտեմ Անդադ խոսվում էր այն մասին, թե Եվրամիությունը Հայաստանին աջակցում է հիբրիդային պատերազմում։ Այո, աջակցում է լավ է անում, Հայաստանը դրա կարիքն ունի։ Եվ սա միայն Ռուսաստանի մասին չի։ Պատերազմից առաջ, Իրանի պատերազմից առաջ, դրա նախորդ շաբաթը թուրքական
հերոստանգերությունները տարածում էին լուրեր, իբրև թե Վենսի այցի ժամանակ քննարկվել է թե Հայաստանից ԱՄՆ-ն ինչ է անելու Իրանում։ Ինջիրլիկը մոռացել էին, Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը մի կողմ էին դրել, Հայաստանը թիրախավորում էին, եւ դա ռուսները չէին անում, օրինակ, հա։ Ուրեմն հիբրիդային, այսպես ասած, վտանգները եւ պետք չէ բառը հիմա փորձում են արժեզրկել, հենց այդպես է, այո։ Այդ վտանգները միայն Ռուսաստանից չի, իսկ մեր անմիջական հարևանությամբ այնպես չի, թե մեր գործերը բոլորի հետ շատ լավ են, հա։ Մենք փորձում ենք լուծումներ գտնել, հնդածած արդեն բավականին լուրջ խորացող ինչ որ խոսակցություն ունենք, բայց դա չի նշանակում, թե այդ ամեն ինչը никто ничего не отменял, ինչպես ասում են, հա, այդ ամենը շարունակվում է եւ պետք է որևէ կերպ չթուլանանք այն իմաստով, թե գիտեք, որտեղ նաեւ դա է տարածվում, տեսանք, խոսում եք այդ մասին, բայց այդպես բան չկա, չէ՞, կա, հենց կա եւ ամեն օր կա եւ մենք դա տեսնում ենք եւ կարծում եմ, որ հանրային դաշտում ակտիվ մարդիկ պիտի այստեղ համախմբեն ուժերը, որովհետեւ վտանգը բոլորիցս է, այո։ Պարոն Խարատյան, քանի որ պարոն Պողոսյանը ինչ որ գնահատական ամեն դեպքում տվեց պետության կողմից նախապատրաստական աշխատանքների բանին իրավիճակին, հա, ես ուզում եմ նույնը ստանալ նաեւ ձեզանից, այդ ձեր կարծիքով Հայաստանում քաղաքացիական հասարակությունը եւ մեդիա համայնքի ուրեմն այդ դեզինֆորմացիայով առնվազն չզբաղվող մասը, ինչ է կարծում, ո՞նց են նախապատրաստվում սպասվելիք ճգնաժամին կամ փոթորկին։ Դե համենայն դեպս համախմբվածություն կա որոշակի քաղաքասարակության այն ակտորների շրջանում, որոնք իսկապես խնդրի էությունը հասկանում են։ Մենք ինքներս որպես մամուլի միջոց եւ նաեւ որպես մեդիայով զբաղվող մարդիկ մի շարք տարբեր ծրագրերում ներգրավված ենք համատեղելու, հասկանալու նախ ինչպիսին են այդ նարատիվները, ոնց կարող ենք դրա դեմն առնել կամ հակակշիռ ստեղծել։ Եվ չեմ կարող ասել ինչքանով ենք արդյունավետ ժամանակը ցույց կտա, հա, այսինքն հիմա ակտիվ փուլ ենք մտնում, նախընտրական այդտեղ ամեն ինչ ավելի սև ու սպիտակ է դառնալու, բայց այդտեղ եթե թույլ տաք հարցը մի փոքր ավելի կոնկրետացնեմ, օրինակ տարիներ շարունակ երևի թե Հայաստանի ժողովրդավարական ընթացքի ուժեղ կողմը իմ կարծիքով առնվազն եղել է հենց քաղաքացիական հասարակությունն ու քաղաքացիական հասարակության ակտորների ակտիվությունը։ Այդ դուք հիմա տեսնում եք, թե այդտեղ ամեն դեպքում խնդիր կա։ Ես չեմ ուզում չափազենցնեմ քաղաքասարակության դերակատարությունը։ Գիտեք, քաղաքասարակությունը ինքն էլ որոշ իմաստով ինքնության ճգնաժամի մեջ է։ Պատճառը դրա այն է, որ հենց ձեր ասած աշխարհաքաղաքականացում է տեղի ունեցել եւ համաձայն եմ ձեզ հետ, որ սա թերևս ամենաշատ դրան առնչվող ընտրություններ լինելու Հայաստանում, չնայած նրան, որ տեսանք, որ ամերիկյան IRA-ի զեկույցում մարդիկ այնուամենայնիվ ավելի շատ սոցիալական եւ տնտեսական հարցերով են հետաքրքրված եւ նախընտրական այս կամպանիաներում տեսնում ենք նաեւ, որ հենց դրա վրա են կենտրոնանում թոշակի բարձրացում, չգիտեմ, հա, բայց միևնույն է հասկանալի է, որ օրակարգից չի հեռանում, իսկ ուր ենք մենք գնում որպես երկիր, հա։ Ուրեմն այս տեսանկյունից ես չգիտեմ, տեսեք ձեր առաջին հարցին, չգիտեմ պետությունը ոնց է պատրաստվում, պետական կառավարման համակարգը ինչքանով է արդյունավետ պատրաստվում, ժամանակը ցույց կտա։ Գիտեմ, որ տևական ժամանակ փորձում են այդ այսպես կոչված ռազմավարական հաղորդակցության ինստիտուտները ամրացնել պետական գերատեսչություններում միմյանց հետ աշխատելով եւ այլն, տեսնենք ինչ արդյունք կտան։ Բայց ասել թե քաղաքասարակությունը այդպես ամենամեծ եւ կամ ամենաայական դերակատարը կարող լինել, չէ, որովհետեւ ոչ դրա ռեսուրսները ունենք մենք եւ ավելին, եթե խոսքը վերաբերում է նրան, որ այսպես ասած արտաքին միջամտությունների մասին ենք խոսելու մեր ընտրական գործընթացներին, ապա այդտեղ պատկան մարմինները, այդ թվում նաեւ ուժային մարմինները իրենց դերակատարությունը պիտի ունենան դատախազությունից մինչեւ ուրեմն ընդհանրապես պետական կառույցների վրա օրենքով ունեցած լիազորությունները, միայն ուզում ասեմ, որ իսկապես չէի ցանկանա այստեղ գերարժևորել քաղաքասարակության դերը։ Պարոն Պողոսյան, դուք ձեր մտքի խոսքում այսպիսի միտք արտահայտեցիք, որ ըստ էության Հայաստանը լիարժեք մտքի ազատության եւ մեդիա ոլորտում ազատության երկիր է, ու դա տեսանելի է, դա գնահատվում է մի շարք այսպես միջազգային կազմակերպությունների կողմից, բայց այդ լավ իրավիճակը իր հետ բնականաբար բերում է նաև բավականին կոնկրետ ռիսկեր, հատկապես այս պատմական փուլում, երբ որ մենք տեսնում ենք, որ մի շարք երկրներում հակաժողովրդավարական ուժերը, օգտագործելով ժողովրդավարական գործիքակազմերը, փորձում են հարվածել եւ տապալել ժողովրդավարական համակարգը, հա, ասես ինչ բան շղթա է դառնում։ Հիմա այս համատեքստում նաև մենք դեռ բազմիցս ենք խոսել նրա մասին, որ ՀՌՀ գործիքակազմերը շատ սահմանափակ են, այսինքն կամ գրեթե բացակայում են, հա, այս պայքարի մեջ։ Դիտարկվում է
այս հարցում հռային հավելյալ գործիքակազմեր տալու հնարավորությունը եւ ինչպիսին է ձեր դիրքորոշումը այդ հարցում։ Այդ մասով կարծում հարցը պետք է ուղղել քաղաքականություն մշակող մարմիններին։ Այսինքն որքանով է նախատեսվում ընդլայնել կամ նեղացնել այդ գործառույթները։ Նեղացնելու տեղ կա, բայց կարծում եմ չկա, բայց ստեղ մենք ֆունդամենտալ մակարդակում շատ նուրբ հարցի հետ գործ ունենք, որովհետև փաստերը հետևյալն են, որ օրինակ մենք պետք է առաջնորդվենք ակնհայտորեն, եթե նույնիսկ օրինակ պարոն Խառատյանի ներկայացրածի հետ ինչ որ առումով մեկը համաձայն չլինի, այնուամենայնիվ մենք որպես հասարակություն պետք է առաջնորդվենք մեր արտաքին հետախուզության տրված զեկույցում արկա գնահատականներով, որտեղ դա պաշտոնական փաստաթուղթ է, խոսքը բաց մասին է, եւ այնտեղ հստակ նշված են այն ինչը, որ նաեւ պարոն Խառատյանն է ներկայացնում եւ ինչին մենք ամեն օր ականատես ենք լինում։ Եվ առաջին ռեակցիան իհարկե կարող է լինել այն, որ եկեք այնպիսի կարգավորներ կիրառենք, պետության այնպիսի գործիքներ տանք, որպեսզի հնարավոր լինի այդ հարձակումների դեմը առնել, այսպես ասած։ Այդտեղ գայթակղությունը մեծ ասահմաններ անցնելու։ Եվ իսկապես մենք պատրաստի լուծումներ չունենք նաև միջազգային փորձի տեսանկյունից, մասնավորապես նոր կիրառվող գործիքները, սոցիալական ցանցերը, արհեստական բանականության միջոցները եւ այլն, կարգավորման շատ բարդ ոլորտներ են, իսկ ցա պետք է մենք փաստենք, որ կարգավորման բարդ ոլորտներ են։ Մենք սովորենք նախորդ խոսքում ասացի, որ մենք դեպքերին ենք սովոր արձագանքենք։ Մարդ հրապարակային խոսքը ասա, իր խոսքում կա, մասնավորապես, չգիտեմ, խտրականության դրույթներ կա, խնդրեմ, դրա համար գոյություն ունի ինչ-որ մեխանիզմ իրավական։ Չկա, ուրեմն չկա, բայց դրանից դուրս գոյություն ունի պետության գործառույթներ, որոնք այս ձև հարձակումների դեպքում, այսպիսի պարագաներում պետք է կիրառել։ Այդտեղ հարց է առաջանում, իսկ եթե վաղը այդ մեխանիզմները կիրառվեն ոչ թե օբյեկտիվորեն այս հարձակումների դեմ առնելու համար, այլ ընդհանրապես ինչ որ բարձրաձայնող շերտի խոսքի իրավունքները կամ գաղափարներ տարածելու իրավունքները սահմանափակելու համար։ Մենք արդյոք այդ դրա դեմը առնելու մեխանիզմներ ունենք մենք մեր հասարակության ներսում կամ օրենսդրության մեջ։ Դրա համար այս առումով գայթակղությունը մեծ է միշտ ասել, որ պետքա կարգավորներ մտցնել, այստեղ պատրաստի լուծումներ չկան։ Մենք պետքա հասկանանք մենք որ ճանապարհն ենք ընտրում, հաշվի առնելով նաև եւ իմ նշած արտաքին հետախուզության մասնավորապես զեկույցը եւ նաև ձեր նշած պարադոքսալ խնդրը, որը ընդհանրապես դեմոկրատիայի խնդրն է, որ հակադեմոկրատական ուժերը օգտվում են դեմոկրատական գործիքներից դեմոկրատիան նվազեցնելու կամ տապալելու, վերջնարարչքում տապալելու համար։ Այս առումով դժվար է չհամաձայնել պարոն Խառատյանի հետ, հասարակության մեդիա գրագիտության, ընդհանրապես մարսողության, լրահոսի մարսողության հետ կապված հարցերը, այո, իսկապես պետք է կրթական համակարգի մաս կազմեն, առավել եւս հիմա, որտեղ այս հարցը իսկապես մենք չենք առնչվել առաջին անգամ։ Եթե ընդամենը 100-200 տարի առաջ մեր մտածողները ասում էին, որ մարդկության փրկությունը ինֆորմացիայի հետ առնչվելու մեջ է, այսինքն լուսավորականության շրջան ասում էր, որ պետքա բացենք բոլոր գրադարանները, մարդիկ ունենան այդ բանը, առնչությունը բոլոր ինֆորմացիաների հետ։ Հիմա ուղիղ մենք առնչվել ենք դրա ուղիղ հակառակի հետ, որ ամբողջովին բաց ինֆորմացիայի հետ գործ ունի մեր հասարակությունը եւ այդ ինֆորմացիան անառողջ սնունդի նման շատ հաճախ կլանում է եւ ինքն իրեն վնասում է։ Հիմա ձեր կոնկրետ հարցին պատասխանելու պարագայում կարծում եմ այո, կարծում եմ մենք նույնիսկ առաջատար եվրոպական երկրների փորձին նայելով ենք, օրինակ վերջին 22 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից, ընդհանրեն եվրոպական երկրները մեկ գիշերվա մեջ կարողացան ամբողջ ռուսական լրահոսը իրանց եւ օպերատորների եւ մուլտիպլեքսի եթերից մեկ գիշերվա ուղղակի վերացեցին։ Իրենք ունեին այդ կարգավորումները դա անելու համար, այսինքն երբ որ ըստ անհրաժեշտության դա կիրառվեց եւ դա որևէ կերպ չհամարվեց խոսքի ազատության սահմանափակում եւ այլն։ Ունենք մենք արդյոք այդպես գործիքներ չունենք։ Ինչպես պետք է այդ գործիքները ներդրավեն։ Այդ դա հենց այդ քննարկման թեման է, որ նաեւ այս ընտրական շրջանի այս
վերլուծությունների արդյունքում մենք պետք է գնանք այն ճանապարհով ու ունենանք այնուամենայնիվ այդ կարգավորումները, ելի եմ ասում, առանց գայթակղվելու, առանց այդ խոսքի սահմանափակումներ, խոսքի ազատության սահմանափակումներ, առավել եւս գրաքննադատություն կիրառելու։ Պետք է ոսկե միջինը մենք գտնենք։ Սրա մասն է խոսքը։ Շատ լավ։ Այստեղ միաժամանակ մի հատ հարց է առաջանում։ Տեսեք, մեծագրագիտությունը իհարկե բարձրացնել պետք է։ Եվ ես էլ եմ համաձայն պարոն Խարատյանի դիրքորոշման հետ, որ դա երևի թե հենց միջնակարգ կրթության, այդ հանրային կրթության ոլորտ ներգրավելու բան է, որտեղ ինքը massայական լսարան ենթադրող ու massայական արդյունք ենթադրող էլեմենտ է։ Բայց պարոն Պողոսյան, ինչքան էլ մենք մեծագրագիտությունը բարձրացնենք, երբ որ կա քաղաքական որոշում թիրախավորված մեդիա կամպանիաներ անելու, կեղծ կամ կիսակեղծ տեղեկություններով մարդկանց խաբելու, կարճաժամկետ քաղաքական էֆեկտ ստանալու նպատակով, հա։ Այստեղ քո հասարակությունը ինչքան էլ մեծագրագետ լինի, եթե այդ տեխնոլոգիան կիրառվում է, այդ ռեսուրսները ծախսվում են եւ դրա դեմ որևէ հակագործողություն չի իրականացվում, հասարակության մեծագրագիտությունը այստեղ իրեն չի փրկելու։ Որովհետև այդ մեծագրագիտությունը շրջանցող գործիքներ են կիրառվելու։ Դա հստակ քաղաքական նպատակ հետապնդող ակցիա է լինելու։ Հիմա այդ ձեր ասած ոսկե միջինը արդյոք վերաբերվում այդ ակցիային կանխարգելելու կամ կասեցնելու գործիքներ նաև ունենալու։ Մանավանդ կներեք, երբ որ այդ ակցիան նաև արտասահմանից է հələ մի հատ էլ։ Ես հենց դրան եմ ուզում անդրադառնալ, կարծում ձեր ասած ուղիղ առնչվում է մի քանի խնդրահարույց օրենսդրական կարգավորումներ, որ մեր երկրում կա, այդ թվում նաև սահմանադրական, մասնավորապես երկքաղաքացիության հարցը, երկքաղաքացիների քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքի հետ կապված հարցերը, որոնք մենք պետք է վերաիմաստավորենք։ Եվ պարոն Խարատյանի բերած Մոլդովայի եւ ձեր նշած Մոլդովայի օրինակը եւ այսօրվա մեր արկա քաղաքական իրավիճակը խոսում է, որ ռիսկեր, շատ մեծ ռիսկեր պարունակող շերտ է երկքաղաքացիությունը եւ դրա բերումով նաեւ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը ընդհանուր մինչեւ երկքաղաքացիների եւ նստակեցության ցենզի կիրառման, այսինքն քվեարկելու իրավունքի հետ կապված հարցեր կարող են այդտեղ ներառվել, ձեր նշած ռիսկերից մի մասը դրանցով կփակվի։ Եվ այո, համաձայն եմ, որ նաև մեդիագրագիտության այդ կոմպոնենտը շատ երկարատև ներդրման տասնամյակների ներդրման խնդրի հետ գործ ունենք, իսկ մենք այս պահին ունենք կարճաժամկետ եւ շատ կոնկրետ խնդիրներ, այսինքն Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, ես նկատի ունեմ բոլոր այն միջազգային զեկույցներում, որտեղ դրանք ֆիքսված են եւ խոսքի ազատության եւ տնտեսական ազատությունների եւ միջազգային հարաբերություններում ձեռքբերումների, որոնք աննախադեպ են անկախ Հայաստանի համար, ամբողջովին կորցնելու կամ չկորցնելու փաստի առաջ են կանգնած։ Ես իմ ասացի օրինակները ուզում բերեմ, պարոն Պողոսյան, տեսեք, մի քանի օր առաջ Հայաստանում sense մի հատ դեպք եղավ, որ ինչ որ մի հատ անհատի պատվիրել էին, եթե ճիշտ եմ հիշում, Wyoming Star անունով թերթ տպել, ինքը դա փաստորեն տպել էր, ինքը նույնիսկ ոնց ասած շատ տեխնիկական մարդ է, ինքը չի էլ հասկացել ինքը ինչա տպել, ոնց է տպել, խի է տպել, ասել են փողը տվել են, ասել են տպի, տենց տարածել է, մի քանի տեղ դրել է։ Սա դասական հիբրիդային հարձակում է։ Հիմա եթե մենք զբաղվում ենք հասարակության մեծագրագիտության ավելացմամբ հանրակրթական միջավայրում, մենք սրան պատրաստ կլինենք օրինակ 10 տարի հետո։ Երբ որ ներխեկում հիմա մենք աշխատում ենք 10 տարի հետո կգնան ընդհանուր տեղամասեր, հա։ Հիմա այս պահին մենք պետք է ունենանք գործիք, որով որ այդ ակցիան իրականացված մարդը պատասխանատվության կկանչվի։ Եթե ինձ եք հարցնում, ես կարծում եմ, այո, իմ կարծիքն է, որ ինչ որ գործիքներ պետք է ունենանք, մասնավորապես, բայց այդտեղ օրենսդրության տեսանկյունից միգուցե այդքան հստակ չի, թե ինչպես տարանջատենք մամուլի միջոցով գործունեություն ծավալող, տնտեսական գործունեություն ծավալող մարդուն եւ ենթադրենք այդ հիբրիդային հարձակման գործիք դարձած մարդուն ինչպես տարբերենք։ Հա, դրանք տարբեր բաներ են եւ այդտեղ իսկապես տարբերությունները շատ դժվար է օրենսդրորեն ֆիքսել։ Ես ինչի ասի, երբ որ դեպք է տեղի ունենում, երբ որ խոսք է ասում, դա կարող ենք գնահատենք, ասենք ենթադրենք այս խոսքը պարունակում էր, չգիտեմ, պատերազմի կոչ։ Բայց օրինակ, երբ որ մարդը ընդհանրապես ասում է, որ դե բոլոր պետություններն է պատերազմով են, էլի պետություն դառնում, հենապատմությունը դա սահսուտաժողովրդավարություն։ Հա, եթե նայեք այդ տիպի բան, այդ դրա օրենսդրորեն դրա կարգավորումը շատ ավելի բարդ է էլի։ Պարոն Խարատյան, քանի որ դուք հիբրիդայինից խոսեցիք եւ նշեցիք, որ տենց արժեզրկման կամպանիա կա, մի հատ է դրան զուգահեռ ուրիշ կամպանիա կա, երբ որ տենց մասնագետներ են հայտնվել հիբրիդային, ասում են այ հիբրիդայինի մասնագետը Հայաստանում մենք ենք,
Մենակ մենք գիտենք թե դա իրանից ինչ է ներկայացնում, մենք ասում ենք որ այս է հիբրիդային չէ։ Օրինակ ինչ որ եվրոպական միությունն է անում, այ դա է հիբրիդային, բայց այն ինչ որ Ռուսաստանում այ դա հիբրիդային չէ։ Այդ ոնց որ մի հատ առանձին sense լիրիկական զեղում։ Հիմա վստահ եմ, այս ինչ որ մենք քննարկեցինք դուք ահագին ասելիք օրինակ, բայց մի այսպես շերտ եմ ուզում այստեղ ավելացնել, երբ որ մենք խոսում ենք այդ պատասխանատվության, ռեակցիայի մասին, արդյոք պրոակտիվ գործողության միակ գործիքը հանրակրթությունն է, այլ պրոակտիվ գործողություններ կան, որոնք մեզ պակասում են։ Տեսեք, իսկապես պարոն Պողոսյանի ասած կարգավորումների բացակայությունը հատուկ կոնկրետ հարցի շուրջ խնդիր է, բայց ինչպես ճիշտ նշվեց, գայթակղությունը մեծ է, այդտեղ այսպես ասած դառնալ այ գրաքննության իրականացնող մարմնի եւ դա հիմնավորել, որ սա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հարց է, ժողովրդավարությունը մենք ձևակերպել ենք որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ, այս մեր անվտանգության ռազմավարությունում դա դեռևս արձանագրված է, չնայած վերանայումներ են տեղի ունենում ամեն դեպքում, թե ինչ, այսպես ասած, ձևակերպումների տակ կփորձեն սահմանափակել մարդկանց վարքագիծը եւ օրենքից դուրս կդնեն, այստեղ լուրջ է խնդիրը։ Եվ ես համաձայն եմ կրկին պարոն Պողոսյանի հետ, որ այն նվաճումները, որ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է միջազգային տարբեր կառույցների կողմից տրվող գնահատականներում, հատկապես խոսքի եւ մամուլի ազատության, իսկ ինտերնետի ազատության պարագայում մեր ռեգիոնում մենք ամենաառաջատարն ենք։ Աշխարհի մակարդակով 11-ի մեջ է ես գաղտնիք բացում։ Դա խիստ չափելի տվյալ է։ Հա, բայց դա եւ լավ է եւ վատ տեսնում եք, չէ՞։ Այսինքն մի բան, որ անդադ քննադատվում էր նաեւ Արցախյան պատերազմի ընթացքում, ասում էին Ադրբեջանն ամեն ինչ փակեց եւ դրա համար կարողացավ ավելի արդյունավետ լինել։ Եվ այդտեղ ռացիոնալ հատիկ կա։ Մեզ մոտ հնարավոր չէր, հա, ամեն ինչ այնքան բաց էր եւ դա մեզ ավելի խոցելի էր դարձնում։ Հիմա ինչ ենք ուզում մենք։ Մենք ուզում ենք այո, գիտակցված սահմանափակումներ բերել մեր հանրային կյանքում, որպեսզի ավելի անվտանգ լինենք։ Այդ սահմանը ոնց ենք որոշելու։ Այդտեղ քննարկում չկա, հա, այս հիմա ես այս քննարկումը չկա, հա, սահմանը ոնց ենք անցկացնում։ Եվ ասի մամուլի մասին օրենք էին քննարկում, այդտեղ այս խնդիրը քննարկվում էր։ Նաև արդյոք քրեական օրենսգրքով կարգավորումներ պիտի ունենան կապատեղեկատվություն տարածողների հետ կապված են ինչ դուք եք փորձում հա քննարկել, այսինքն եթե այդպես է ով է որոշելու դա նու ակնհայտ է որ ինչի մասին խոսում ենք շատ կոնկրետ ապատեղեկատվություն է փաստերի վրա հենված չէ սուտ է եւ այլն այդ դրանք տարածողներին պետք է արդյոք ավելի այսպես ասած խիստ օրենքներով դատենք կամ սահմանափակենք իրենց գործունեությունը թե օրինակ գնալու ենք այն մարմինը որի անդամ եմ նաև ես հա մամուլի ինքնակառավարման դիտորդ մարմինը որը փաստացի 80-ից ավել մամուլի միջոցների միավորում է որ ունի դիտորդ մարմին որ գնահատականներ է տալիս եթե դիմումներ են լինում եւ այդ գնահատականները պարզապես ուղղակի հեղինակության հաշվին պիտի ինչ որ ազդեցություն ունեն բայց ինքը լծակ չի որ այս կամ այն մամուլի միջոցը փակվի կամ գործունեությունը սահմանափակվի այստեղ խոսակցություն չունենք մենք ցավոք եւ ես համաձայն եմ որ իհարկե հերահար իմաստով ընդհանուր առմամբ այն ինչ մենք դիմակայունություն ենք ասում հա հանրային դիմակայունությունը բարձրացնելու տեսանկյունից իհարկե այսպես թե այնպես ուրեմն մամուլի հետ կապված շփումը պիտի դարձնենք պրոֆեսիոնալ տարածք եւ կրթական մաս բերենք բայց դրա հետ մեկտեղ այո հաշվի առնելով այն կոնկրետ սպառնալիքները որոնց մեջ մենք ապրում ենք չպիտի խորշենք նաեւ խոսելու թե այդ որ ձևով ենք կարողանալու գոնե սահմանափակել կամ նվազեցնել արտաքին սպառնալիքները այսինքն գիտեք միշտ կարող ենք եւ իրավացիորեն այսօր շատ այսպես ասած այդ հիբրիդայինի էլեմենտներ օգտագործելով ժողովրդավարական մեխանիզմները ինչպես արդեն խոսեցինք հա օգտագործելով դրանք փորձում են օրակարգ առաջ մղել եւ եթե նայելու լինես եթե մի պահ մոռանաս թե իրենք ինչ օրակարգ ունեն հետեւում իրենց ամբողջացած տրամաբանական է իսկ ով ասաց թե ես իրավունք չունեմ խոսելու այն մասին որ ես էլ այլ կերպ եմ պատկերացնում Հայաստանի հեռանկարը հա ուրիշ բլոկում կամ ուրիշ աշխարհակաղակական բևեռում հա եւ իսկ ով ասաց որ հենց քաղաքացիությունը միայն դուք եք հիմա օրինակ այդ նույն խմբերի մեջ շատերը գրանցել են հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամներ իրավունք ունեն գործունեություն ծավալել Հայաստանը փառքաստու դեռևս չունի օրենքներ, որոնք սահմանափակում են արտաքին ֆինանսավորումից օգտվելը։ Իսկ կարող է ունենանք այդպիսի մի բան, որը կդառնա այ գայթակղությունը, որի մասին խոսում։ Դա հենց գայթակղությունն է, որին պետք է հասկանանք արժի տրվել։ Ես կարծում եմ չարժի տրվել։ Այո, ես էլ եմ կարծում որ չարժի տրվել, որովհետև
կարճաժամկետում ինքը կարող է ինչ-որ լուծում տալ, բայց այդ դեպքում թերևս անդառնալիորեն պետության լիազորություններն ու իշխանությունը մարդու ազատությունների վրա ավելանալու անկախ նրանից այս պահին ով է իշխանությունում։ Հա, սա լուրջ խնդիր է, եւ այս առումով ես կուզեի շատ ավելի խորը փորձագիտական քննարկումներ ծավալվեին եւ այո, բաց քննարկվեին այս հարցերը, նաեւ իրենց անունները կոչելով, որովհետեւ կրկնեմ, գերազատ կամ ազատ հասարակություն ունենալը լավ բան է եւ բոլորս էլ դա ուզում ենք, բայց երբ բանը հասնում է լուրջ սպառնալիքներին, կյանքի վտանգին, ուրեմն այդտեղ ազատությունը սահմանափակումներ պիտի ունենա։ Ես որ ասում եմ, վերջին մարդկանցից եմ, որ կուզի ազատության սահմանափակումների մասին խոսել, բայց իրատեսորեն ենք, չէ՞, նայում հարցերին, այսինքն մարդկանց կյանքեր են վտանգվում դրա պատճառով, հա, այսինքն եւ այդտեղ պատասխանատվություն կրող չկա, ինչպես դուք ասում եք, հա, այսինքն Վայոմինգ թերթն է, թե վաղը կարող է մի ուրիշ բան լինել, պոչը չեն գտնում կամ չեն ուզում կամ նաև խնդիր ունեն նախընտրական այս շրջանում այնպես չանել, թե որ կամ հարցակումներ կա կոնկրետ խմբերի վրա։ Մի ուրիշ բան էլ ասեմ ու այդտեղ կանգ առնեմ, տեսեք այդ նույն հենց թեկուզ պրոռուսական կամ այլ արժե համակարգ կրող գործիչներ հաճախ ասում են, դե տեսեք, մեր իրավունքները սահմանափակվում են ապօրինաբար, բայց որևէ արևմտյան կառույց, որը կոչված է ժողովրդավարության եւ մարդու իրավունքներին ուրեմն գնահատական տալու չի խոսում այս մասին, ու ճիշտ են ասում։ Եվ այդտեղ այդ երկերեսանիության հետ մենք խնդրեմ ենք ունենում։ Ես չլուծում չունեմ, բայց ես կարծում եմ, որ գիտակցված սահմանափակվում է, այո, նույն բանը կարող է կատարվել մեկի հետ եւ այդ մասին գնահատական չլինել, մյուսի հետ անպայման լինել։ Եվ այստեղ փաստարկը թուլանում է ժողովրդավարական ուժերի կամ մարդկանց, ովքեր որ հակված են ավելի շատ հնարավորինս պահպանել են ազատությունները, որոնք տարիներ շարունակ շատ դժվար ճանապարհով նվաճվել է Հայաստանի Հանրապետությունում եւ որը շատ խոցելի է ցավոք, որովհետեւ ինստիտուցիոնալ մակարդակում այդտեղ վերջնականացված չի, վաղը կարող է բարի կամքի հույսին է սա, վաղը կարող է փոփոխություն լինել քաղաքական վերնախավի տրամաբանության մեջ որևէ եւ ուրեմն այն սահմանափակումներ, որ ունեցել ենք 2000-ականներին, վերադառնան լավագույն օրինակներից է մեր հարևան Վրաստանը, որտեղ հասել էին կարծեք թե անդառնալի մի կետի ժողովրդավարության բայց որ եւ այդ հետընթացը դառնալ էր։ Պարոն Խարատյան, իհարկե շատ կարևոր բաներ նշեցիք, ես ձեր նշած այդ մի անձը անի հետևանք չլինի, երկրորդ անձանի հետևանք լինի, այդտեղ շատ դժվար չափելի, բայց ամեն դեպքում կարծում եմ տարբերություն կա, դա այդ երկու անձանց ծրագրնպատակային տարբերություններն են։ Մեկը դա ինչի համար անում եւ երկրորդը դա ինչի համար անում։ Նորից եմ ասում, դա շատ դժվար չափելի է օրենքի տեսանկյունից, բայց շատ ակնհայտ է երրորդ դիտորդի տեսանկյունից, էլի ու իհարկե այդտեղ շատ լուրջ խնդիր կա ամեն դեպքում։ Պարոն Պողոսյան, ուրեմն մի էսպիսի հարց Այն որ հարգելի գործիք, դուք երկուստը նշեցիք, այդ մի կողմից ազատություն, ժողովրդավարություն, մի կողմից ազգային անվտանգություն, մենք առաջի հասարակությունը չենք որ բախվում ենք այս դիլեմային, այս դիլեմային ըստ էության բոլոր հասարակություններն են վաղ թե ուշ բախվում։ Ընդ որում ես շատ լավ հիշում եմ, սրանից տարիներ առաջ, երբ որ մեր արևմտյան գործընկերներն էին շատ հստակ եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպական միությունում բախվել այս խնդրին իսլամական էքստրեմիզմի տեսանկյունից։ Այ մի կողմից այդ սահմանափակումներ, մյուս կողմից ազատություն եւ շատ տակի է, որ եվրոպացիներն ու ամերիկացիները շատ տարբեր պատասխանեցին այս հարցերին։ Եվրոպացիները պատասխանեցին հիմնականում հենց ազատությունների համատեքստով, ամերիկացիները պատասխանեցին ոչ ազգային անվտանգության ուրեմն գերակայության ու այս երկուսը շատ տարբեր տեղեր տարավ ահագին ուրեմն չափումներով այս երկու հասարակությունները, հա։ Հիմա այս ամենի վերաբերյալ բստակ շատ ասելիք ունեք, պարոն Պողոսյան, բայց մի ձեր նախորդ միտքին եմ ուզում վերադառնալ, որ ասացիք, որ հələ եթե այն կոնկրետ գործողություններն ու ասածները չափելի են եւ դրանց արձագանքել հնարավոր է, ապա ֆոնայինը շատ ավելի մեծ խնդիր է։ Հիմա այդ ֆոնային օրինակ մեր իրականությունում, հա, դա թերքացումն է, դա ուրեմն ազգային ինքնության վերացումն է, դա մեր ազգային արժեքների վերացումն է, այդ ֆոնը մի հատ ստեղծվում, ընդ որում որ առանձին հայտարարություններ նայում ես, տենց ոչ մի քրեորեն պատժելի, ոչ մի ով է դեմ ազգային ինքնության պահպանելուն, հա, ոչ մեկ վատ բան չի ասում, բայց ինչ որ տենց պանիկա են ստեղծում, թե նենց տպավորություն է, եթե մարդ չշփվի այս հասարակության հետ մի 3 օր նայի, կոնկրետ մի քանի լրատվական տպավորություն կստեղծվի, որ տենց մի 6 տարուց մենք ստեղ սաղած թուրք ենք դառնալու։ Եվ թուրքերեն ենք խոսալու այս երկրում ու մսկիթներ են ամեն տեղ լինելու։ Բա ինչ սրա հետ ոնց աշխատենք։ Դե այստեղ շատ կարևոր է
մարդկանց հորդորել շրջապատող իրականությանը նայելու, եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ մզկիթ կա, որը գտնվում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո մշակութային Եվ որը նոր չի բացվել։ Բացարձակապես նոր չի, բայց եթե չեմ սխալվում միակն է։ Այսինքն այդ մասը, չգիտեմ, ինչ մտահոգություն կարելի է ունենալ մզկիթների քանակից։ Էլ ընդհանրապես պետք է պրակտիկ նայել քո շուրջ, էլի խոսում ենք հասարակության մեդիագրագիտության բարձրացման մասին։ Բայց մի նկատառում ասեմ, նայեք ձեր նշած հանգամանքում եվրոպացիների եւ ամերիկացիների վերաբերմունքի տարբերությունը, երբ որ այնտեղ պետական անվտանգության տեսանկյունից էր, ստեղ դեմոկրատական ազատությունները միշտ այս կոնտեքստում միշտ հակադրվում է ուժեղ պետության կոնցեպտին, որը խորքային սխալ է իր մեջ պարունակում, ուղիղ հակառակն է, ես կարծում եմ, որ կայացած ժողովրդավարական հասարակությունները անհրաժեշտություն ունեն մեջքի հետևում ունենալու պինդ, շատ ուժեղ, շատ կոշտ ձեռքով գործող պետություն։ Ես էլ եմ ասում, ստեղ այդ գայթակղությունը մի կողմ թողնենք, հասկանանք թե ինչի մասին ենք խոսում։ Այսինքն արդյունավետության մասին։ Այո, արդյունավետության, հստակության, ինստիտուտների կայացվածության եւ այլնի վերաբերյալ սրա մասին ենք խոսում, էլի։ Այսինքն այդ հակադրությունն էլ ընդ որում այդ նարատիվը այսօր քաղաքական դաշտում կա, թե ուշադիր նայեք այդ ուժեղության բանի հետ կապված, այսինքն քանի որ ազատությունները շատ են ուրեմն պետությունը թույլ է, իսկ քանի որ պետքա ուժեղացնել եւ այլն, այս կոնտեքստները դուք պատկերացնում եք։ Այստեղ նաեւ մի կարևոր հանգամանք պետքա նշենք, բացի այդ իրականությունից նայելով, որ եւ աշխարհագրության եւ աշխարհաքաղաքականության բերումով հայաստանյան քաղաքական օրակարգերը խիստ կապվածություն ունեն դրսի իրադարձությունների կամ դրսի հետ կապվող իրադարձությունների հետ։ Օրինակ նայեք, շատ հազվադեպ կարելի է գտնել այսօր նույնիսկ նախընտրական շրջանում տնտեսական կոնցեպտների վերաբերյալ, մոտեցումների վերաբերյալ բանավեճ, օրինակ, չգիտեմ, փոքր բիզնեսը սենց հարկենք, միջին բիզնեսը սենց հարկենք, հարկային դաշտը այսպեսին սարքենք եւ այնպեսին, բանավեճ ըստ էության չկա, ինչ որ թեզեր կան եւ իշխանության եւ ընդդիմության, բայց այդ թեզեր չկա, բայց ու այդ արձագանքները չի գտնում հասարակության մեջ, օրինակ շատ կարևոր հարց է, դա ավելի կարևոր, չգիտեմ, տրանսպորտի հարցը, ասֆալտի որակի հարցը, շատ պրակտիկ հարցեր կանանք ասել, դրանք չկան մեր քաղաքականում։ Բայց օրինակ վաղը եթե 2 օրով Լարսը փակվի, ընդ որում անհասկանալի թե ում կողմից, օրինակ, չգիտեմ, վրացական կողմի վերանորոգման աշխատանքների կամ նույնի ռուսական, դրա արձագանքը ձեր ասած կոնտեքստում կարող է տեսնենք, էլի ազգը կործանվեց, էլի ինքնությունը կորցրեցինք եւ այլն։ Նույնը հարավային սահմանի հետ կապված կարողներ ունեն, ել չեմ ասում, միայն թուրքական եւ ադրբեջանական սահմանի հետ կապված իրադարձությունների կամ այդ երկրներում տեղ ունեցող այս կամ այն իրադարձության հետ։ Այսինքն այս առումով մենք ընդհանրապես անպաշտպան ենք մեր դաշտը, մեր լրահոսի դաշտը կամ մեդիա դաշտը, եթե ուզեք, այդ առումով մենք անպաշտպան ենք եւ հետ վերադառնալով ձեր հարցին, արդյոք պետությունը պետքա գործիքներ կիրառի, ես ասում եմ պետքա սովորենք, որ գործիքները կիրառենք, ինչպիսի գործիքներ ներդնենք, որ ինստիտուտները ներդնենք, որովհետեւ գիտեք, երբ որ մենք խոսում ենք, մենք քննադատում ենք կամ մեզ քննադատում են կամ մենք քննադատվում ենք, դե պետություն եք պետքա անեք, ընդհանրենք, բա ձեր այդ հարցադրումները ում է ուղղված, հարցադրումները իսկապես ուղղված են այդ բանավեճի բացահայտման, այսինքն այդ բանավեճը պետքա տեղի ունենա, այդ խոսակցությունը պետքա տեղի ունենա, առանց այդ խոսակցություն, իհարկե, եթե այդ խոսակցությունը տեղի չունենա, վաղ թե ուշ պետությունը ինչ որ գործիք կիրառելու է, մենք գիտենք սովորաբար դա ինչ տեսք է ունենում, առանց լայն քննարկման եւ առանց օբյեկտիվորեն, այսպես ասած, ներքևից եկող նախաձեռնության, թե ինչ տեսք է ունենում, շատ քառակուսի եւ կոպիտ տեսք է ունենում եւ որպես կանոն այդ հարցերն չեն լուծվում։ Դրա համար լուծումները հենց այդ հարցերի քննարկումներն են, այսինքն հարցերի վերհանումները, ինչը նախընտրական շրջանում շատ դժվար է լինելու, ել եմ ասում ենք շատ հազվադեպ կհանդիպենք այդ օբյեկտիվ բանավեճին, կհանդիպենք ավելի շատ շարժումների եւ դրսի իրադարձությունների կապված արձագանքների, բայց մեկ է կարևոր հանգամանք է ֆիքսելու, թե նախընտրական շրջանում հասկանալի է, թե հիբրիդային հարձակումները ինչի հետ կապված պետքա լինեն։ Իսկ ոչ ընտրական փուլի շրջանակներում այդպիսի միջամտությունները ըստ էության մի նպատակ ունեն՝ հասարակական համերաշխության խաթարումը, այդ
բանավեճի դաշտի մտնոլորտի բացակայությունը ստեղծել այն հասարակության մեջ, որտեղ որ ուզում են ազդեցություն ունենալ այս կամ այն ուժերը, եւ հենց այդ կոնտեքստում դա ամենագործուն մեխանիզմն է։ Եվ երբ ես խոսում եմ այն մասին, որ մենք մեր մոտ այդ քաղաքական բանավեճը բացակայում է, դա նաեւ նախորդ շրջանում տեղի ունեցած այդ միջամտությունների արդյունքում է տեղի ունենում։ Ընդ որում այդ առումով պետքա փաստել, որ այսօր քաղաքական ուժերից մեկը նախորդ շրջանի կեղծ նարատիվների փուջ լինելը շատ լավ օգտագործում է իր քաղաքական առաջխաղացման համար եւ մենք ականատես ենք լինում, որ այդ քաղաքի կանոնները ընդունելով միակ քաղաքական օրակարգ պարտադրող ուժն է դարձել։ Պարոն Խարատյան, հիմա այս ամեն ինչի ֆոնին նաև երկու հատ հարց եմ ուզում բարձրացնեմ եւ ձեր կարծիքն եմ ուզում այս թեմայի շուրջ։ Առաջինը դա ԶԼՄ-ների ֆինանսավորման թափանցիկության հարցն է։ Ընդ որում ստեղ ոնց որ այս խնդիրը ոնց որ հələ քիչ էր, ինքը մի հատ էլ բաներ է տվել, ոնց որ ավելի փոքր կամ նույնիսկ ավելի մեծ խնդիր է տվել, որ հələ եթե կոնկրետ իրավաբանորեն ձևակերպված ԶԼՄ-ի պարագայում ֆինանսական թափանցիկությունը հələ չափելի կամ հնարավոր է պարտադրելի հարց է դառնում, հա, բայց օրինակ զանազան TikTok-յան էջեր, Telegram-յան էջեր, YouTube-յան էջեր, որոնք որ շատ հաճախ նույնիսկ Հայաստանում չեն գրանցված, Հայաստանից չեն վարվում, դրանց ֆինանսական թափանցիկության հարցը ընդհանրապես մեծ խնդրեմ է դառնում։ Նախ այս հարցն եմ ուզում մի հատ քննարկենք, հասկանանք ստեղ ինչ վիճակ ունենք եւ ինչ է կարծում, ուր պետք է գնանք։ Եվ երկրորդ հարցը, գիտեք, Հայաստանում բացի օրինակ այդ օրենսդրական բացերի խնդրից, կա նաեւ արկա օրենսդրության պարտադրման խնդիր։ Այդ law enforcement ասածը, հա, որ օրենքը կա, բայց այդ օրենքը կարծես չի իմպլեմենտացվում, չի իրացվում։ Տենց խնդիր էլ չէ ունենք։ Օրենքի կիրառության հարցը կա իհարկե եւ գուցե շատ բարագաններում ընտրաբար է օգտագործում, բայց ես ուղղակի անդրադառնալով պարոն Պողոսյանի ասացին, տեսեք, համաձայն եմ, որ կոնկրետ քաղաքական խումբ կա, որը ինչ որ օրակարգ է, բայց խմբեր կան։ Տեսեք, եթե նայելու լինենք, բարձ օրինակ բերեմ, հա, ընդդիմությունն այսօր ասում է այս կործանիչ քաղաքականությունը մեզ ստանելու է վերջնականապես դարձնելու է ուրեմն թուրքական վիլայետ կամ ինչպես կուզեք անվանեք եւ մեծ սպառնալիքներ է բերում Փարքաստու դեռ Իրանի պատերազմից տեսնում ենք որ մենք թերևս քիչ երկրներից ենք որ Իրանի հարևանությամբ որևէ կերպ ուղիղ թիրախում չենք հայտնվել մյուս կողմից քաղաքական մեծամասնությունն ասում է եթե մենք չլինենք խաղաղություն չի լինելու այդ բառերով հա դա էլ է չէ սպառնալիքի ձև այ Եթե չեն ասում է, մենք խաղաղության օրակարգով ենք գալիս, այսինքն պոզիտիվ օրակարգ չեն ասում, ասում է եթե մենք չլինենք, չի լինելու։ Հիմա ով է հիբրիդը այստեղ, հա, դա էլ պիտի խոսենք։ Անդրադառնալով ուղղակի հենց իմ ասածն է, որ դա հետևանք է այն բանի, որ վերջին 3-4 տարիներին ընդդիմությունը շեշտը դրել է նրա որ հեսա պատերազմը սկսում, հեսա ինտերվենցիա լինում Հայաստանի տարած զորքով, հեսա, չգիտեմ, ոսկեպարի եկեղեցին ենք հանձնում եւ այլն, եւ այսօր դրա առարկայացումը իշխանության կողմից այնա որ չենք հանձնել եկեղեցին 2 տարի կրակոց չկա գործիքներ ձեր բանավեճի այսինքն ինքը վերցրել է այդ օրակարգը եւ պարոն Խարատյան դուք ճիշտ եք ասում շատ բայց նաեւ ձեր ասածը վիճարկող քաղաքական ուժ չկա Չկա, ով է։ Ասում են, իրենք են ասում, մենք տեսեք, այսօր ամենամեծ ընդդիմություն դառնալու հավակնություն ունեցողը, ընդհանրապես աշխարհակաղակականությանը չի անդրադառնում։ Բայց դա չի ասում վիճարկումը։ Հա, չէ, բայց ինքը չի ասում ես, հա, էժան բնակարաններ եւ այլ բաներ ասում, չի ասում, որ ես խաղաղություն չեմ ուզում։ Համենայն դեպս չեն ասում։ Չեն անվանում իրենք պատերազմով պատերազմի կուսակցությունը, բայց ես ասում եմ, ոչ մեկ չի ասում, եթե մենք գանք, մենք խաղաղության գործընթացը շարունակելու ենք, մենք խաղաղության համաձայնագրից չենք հրաժարվելու, մենք թրիփից չենք հրաժարվելու։ Ստիպված են լինելու դրան պատասխանել։ Ընտրություններին ինչքան մոտենանք, ուզեն թե մինչև այս պահը չկա, մինչև այս պահը, հա, բայց ստիպված են լինելու, ուզեն թե չուզեն, հեսա դառնալու իշխանություն ամեն ինչ անելով որ այդ օրակարգի շուրջ լինի խոսակցությունը։ Բնականաբար ձեր դիրքորոշումներն ասեք եւ բնական է, քաղաքական process-ը, նրանք էլ ուզեն չուզեն չեն կարողանալու փախչել, ինչ որ մի օրակարգ պիտի տան։ Մի բան եվրոպական հասարակությունը լավ օրինակ բերեցիք խնդիրը վերաբերում էր եթե հիշում եք Շարլի Աբդոին երբ Մուհամեդի ծաղրանկարները հայտնվեցին որից հետո ահաբեկչություններ տեղի ունեցան եվրոպական տարբեր երկրներում դեռ Շվեդիայից սկսվեց հետո հասավ Ֆրանսիա ուղղակի հիշեցնենք մեր հետազոտողներին ինչի մասին է խոսք եւ այնտեղ փիլիսոփայության մեջ կռիվը հետեւյալի մեջ էր եվրոպական հանրույթն ասում էր սա իմ համար խոսքի ազատություն է
իսլամն ասում էր ոչ, սա իմ համար տաբու է եւ իմ արժեքային դաշտում դու խոցում ես այնպես, որ ես ուզեմ թե չուզեմ, պիտի գործողության դիմեմ։ Եվ այդտեղ միևնույն է, երկխոսություն չեղավ, հասանք ահաբեկչության։ Ինչ որ մի կետից այն կողմ այդ ամսագիրն ասեց այլևս հիմա չեմ անի կորոշեմ ինչ կանեմ ապագայում։ Ըստեյության սահմանափակվեց։ Այո, սահմանափակվեց, բայց ոչ օրենքով։ Որովհետեւ այդտեղ քաղաքակրթական բախում եղավ։ Նրա համար տաբու է եւ իր առանցքն է, սրա համար իր առանցք խոսքի ազատությունն է եւ այդտեղ չեղավ դիալոգ, հա։ Հիմա մեր մոտ լինելու է արդյոք այդ մասշտաբի բախում, որ խելքի գանք հասկանանք, որ խոսքի ազատությունը կարևոր է, լավ է, բայց կան սահմաններ։ Չկա, որովհետեւ այս պահին այդ սահմանը։ Մենք գիտենք, որ վերջին 8 տարվա ընթացքում որքան խոսքի ազատությունն ավելացել է, այնքան աղբը եւ այդ ձերացած մարսելու կարողությունը նյութերը մարսելու կարողությունը նվազել է, որտեվ շատ է եւ նաեւ մեր հանրային ֆաբրիկան, եթե կուզեք, փոխվում է դրա պատճառով, հա, այսինքն թույլատրելիության սահմաններ են փոխվում, ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել, ինչ բառամթերքով խոսել ընդհանրապես եւ այլն։ Եվ այս տեսանկյունից գրեք, ֆինանսավորման հարցը կարեւոր է իհարկե, այստեղ մեծ խնդրեմ ունենք, որովհետեւ այնուամենայնիվ հաշվի առնելով մեր լսարանի սահմանափակությունը, մեդիան որպես բիզնես չի կարող աշխատի, մեծամասամբ չի ստացվում։ Դրա համար քաղաքական փող է ծախսվում։ Դրա համար իսկ այն քիչ թե շատ անկախ մամուլի միջոցները, որոնք դրամաշնորհային ծրագրերի հույսին են, դրանք կայուն չեն, հա, այսինքն վաղը չլինի փողը, այս որտեվ իրենք չեն կարողանում այդ գումարը վաստակել, հայալեզու լսարանը այնքան մեծ չի, որպեսզի մամուլի միջոցները հիմա YouTube-ի մոնետիզացիան փառքաստու կարծես թե սկսեց, սա կարող է մի քիչ իրավիճակ փոխել, որովհետև այո, կարող ես ինչ որ անկայունության գալ կամ ինչ որ եկամտի աղբյուր ունենալ արդեն չկախված տեղի բիզնեսներից, որովհետև կրկնեմ, շահութաբեր չի կոնկրետ բիզնես որպես դիտարկելը մամուլը եւ այս տեսանկյունից ինչքան էլ մենք հիմա նայենք իրենց ֆինանսական աղբյուրները, միևնույն է օրգանական չի մեր մամուլի դաշտը այդ տեսանկյունից այնուամենայնիվ որոշակի կախվածություններ ունեն մի դեպքում դրամաշնորհեր կարող են լինել մյուս դեպքում քաղաքական հետաքրքրություն ունեցող ուժերի կողմից ֆինանսական կարողություններ ըստի անկախության մասին խոսել մամուլի շատ դժվար է դառնում բայց ֆինանսական հոսքերի տեսանելիությունը եւ թափանցիկությունը այո կարեւոր է չեմ կարծում թե միանշանակորեն հնարավոր է լինելու այդ վերահսկողությունն ապահովել ոչ միայն մեր երկրում այլև աշխարհի շատ երկրներում Դե ֆորմալ մասը կարելի է պահպանել այդ ֆինանսական թափանցիկության, հա, մասնավորապես մի հատ բիզնես, հա, ֆինանսավորում, հա, շատ ոնց ասում են, թղթով ամեն ինչ ճիշտ է, ռեկլամներն էլ կան, գովազդները կան, սա ճիշտ է, հաշվարկներն էլ ճիշտ են, բայց թե իրականում որ քաղաքական, որ ենթադրենք տնտեսական շահերն են կանգնած տվյալ լրատվամիջոցները, դա շատ հաճախ հնարավոր չի վերականգնել։ Այստեղ մի բանի մասին եմ ուզում խոսել, որ մենք իհարկե ազատությունների մասով բավականին առաջընթաց ունենք, բայց միևնույն ժամանակ մենք շատ սահմանափակումներ ենք կիրառել լրատվամիջոցների ֆինանսական անկախության դեմ ուղված, ոչ ուղիղ, բայց արդյունքում ուղված է եղել։ Մասնավորապես մի քանի ապրանքների գովազդի արգելքները, խմիչքի, ծխախոտի, բուկմեյքերական ծառայությունների, որտեղ եթե դու ուզում ես քաղաքականապես անկախ մեդիա ունենաս շատ, գոնե այն աղբյուրները պետքա բաց թողես իրան բանանելու համար, բայց երբ որ հիմա մենք նայենք ֆինանսական հոսքերը, օրինակ մուլտիպլեքսով հեռարձակող կամ մեր օպերատորների միջոցով հեռարձակող հեռուստաընկերությունների մասնավորապես, կտեսնեք, որ այդ սահմանափակումներին համաչափ նաև ֆինանսական հոսքերն են նվազել եւ հետեւաբար իրանք այլ ճանապարհներ են ման գալիս եւ գտնում են շատ հաճախ այս կամ այն քաղաքական ուժի մոտ։ Սա էլ դրա հետևանքով։ Ընդ որում ես ասացի ծխախոտը եւ չգիտեմ ալկոհոլը նաեւ չգիտեմ շաքար պարունակող խմիչքների մասով արգելքներ ունեն գովազդի եւ այլ շատ ունենք եւ դա նույնպես մի կողմից մենք ասում ենք կարգավորենք, բայց մյուս կողմից տեսնում ենք որ հենց այդ կարգավորումներն էլ բերում են այդ անկախության նվազմանը մեր մեդիա դաշտի։ Բարդ այդ երկընտրանք իհարկե։ Պարոն Պողոսյան, մենք բնականաբար այս թեմայի մեջ չենք կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում ուղղակի ներկա այլ ուրեմն պետությունների պատկանող լրատվամիջոցների խոսքը բնականաբար հանրային մուլտիպլեքսում արկա VGTR կա ռուսական ուրեմն ալիքների մասին է հիմա մոտենալով ընտրություններին մենք ստեղ ռիսկերի վերագնահատում չպետք է անենք եւ այդ որոշմանը չպետք է վերադառնանք այդ հանգամանքը միջպետական հարաբերությունների
դաշտում է կարգավորված, այսինքն միջպետական պայմանագիր կա, այդ պայմանագրով է կարգավորվում դա մինչև 27 թվականն, ըստ էության մի տարի մնաց գործելու դրան այդ պայմանագրին եւ ես կարծում եմ, որ այդ պայմանագրի այս կամ այն ձևով պայմանագրին պետության այս կամ այն ձևով վերաբերմունքը պայմանավորված է պետության վարած քաղաքականությամբ։ Այսինքն եթե դուք նայեք հայ-ռուսական հարաբերություններին, թե ինչպես է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը վարում, հենց այդ նույն ձևով վերաբերվում է այդ գործիքը։ Այդ դա գործիքակազմ է, որը այս կամ այն դեպքում, այս կամ այն ձևով կարա օգտագործվի։ Ես ընդհանրապես դա կուզենամ ասել, եւ եթե այս կոնտեքստով նայենք, իմ գնահատականն է, ուզում ես ասում եմ, որ լավ է օգտագործում այդ գործիքակազմներ պետությունը։ Իդեպ ՀՌՀ գումարը վճարում են այդ ռուսական ալիքները։ ՀՌՀ-ին գումար իրանք չեն տալիս, իրանք տալիս են մեր հեռուստաաշտարակ ՓԲ-ին վարձակալության այո համար, այսինքն տևական ժամանակ չէին վճարում։ Տևական չէր, մի ակնթարթ փորձեցին թե ինչ որ ֆինանսական խնդիրների առաջ էին կանգնած չվճարել, հիմա կա, եթե չեմ սխալվում, շատ հստակ վճարում են այո։ Անխարության ձեր մոտեցումը այս թեմային կարելի ասել այսպես միջուկային տարբերակը կա, հա, մի օրում անջատում ենք ամեն ինչ, ասում ենք դուք սպառնալիք եք, բայց ես համաձայն եմ պարոն Պողոսյանի հետ, որ այստեղ նուրբ միջպետական հարաբերությունների հարց կա, եւ այդտեղ իրենք էլ են անխոս ցցերով են ընկալելու դա շատ, բայց եթե մենք դա ձևակերպում ենք եւ տեսնում ենք, որ իսկապես մեր անվտանգությանը, մեր հանրային դիմակայունությանը վնասում է, ապա այո, կարող ենք թեկուզ ժամանակավոր դա անել։ Ինչու ոչ, ոնց որ արվել է, Սպուտնիկին մի ամսով զրկեցին կոնկրետ վարկագծի համար։ Եթե այնտեղից պիտի տեսնենք եթերներում խոսող մարդիկ, որոնք որ Հայաստանի եւ հայ ժողովրդի արժանապատվությանը դիպչող բաներ են ասում, գիտեք, միանգամից փակել եւ ընդմիշտը միշտ կա, հա, այսպես ասած, ել ավելի կարող ենք դեգրադացնել հարաբերությունները անհրաժեշտության դեպքում, բայց կարող ենք ժամանակավոր պատիժներ կիրառել, հետո խրախուսել, որպեսզի լավ մշակութային հաղորդումներն ավելացնեն, սկսենք բանակցել կոնտենտի հետ կապված, ինչ որ հարցեր խոսենք, ինչու վերացնենք դա, ես այդպես այո, բանակցելը միշտ ավելի լավ է, առավելևս այդ դեպքում, քան կոշտ մեխանիզմի այո, վերացնելով չի միայն, բայց ասեմ, այո, դուք ճիշտ եք, որ եվրոպացիները օրինակ ուկրաինական պատերազմից ի վեր մեկ օրում դա լուծեցին, Միացյալ Նահանգներում քիչ չի ասեմ ձեզ ռուսական ալիքների ազդեցությունը նաև, այդ թվում նաև մեր հայրենակիցների շրջանում կան խմբեր, որոնք այդպես Լոս Անջելեսում նստած պուտինիզմ են քարոզում, ինձ համար абսուրդի հացնող տրամաբանություն, բայց կա այդ։ Եվ ուրեմն այս առումով, բայց այն ինչ վերաբերում է մեր եւ այն ինչ վերաբերում է ռուսական ալիքներին Հայաստանում, այստեղ նուրբ է աշխատանքը, միանշանակ չի եւ պետք չի այսպես դրակոնյան մեթոդներով առաջ շարժել։ Շնորհակալ եմ, հարգելի հեռուստադիտողներ։ Մենք փորձեցինք, այսպես գիտեք, տրամագիծը ուրեմն շոշափել մեզ սպասվող խնդիրների Շոշափեցինք, հասկացանք, որ շատ մեծ խնդիրներ են մեզ սպասում, շոշափեցինք եւ հասկացանք, որ այստեղ ահռելի տնային աշխատանքի խնդիր ունեն բոլորը, պետությունը, քաղաքացիական հասարակությունը, մեդիան, հասկացանք ինձ թվում է, որ այսպես բանով մի հարվածով լուծումներ չկան, մենք շատ նուրբ երկընտրանքների հետ գործ ունենք, մենք գործ ունենք նաեւ այն հաշվարկով, որ կյանքը չի ավարտվելու հունիսի 7-ով եւ այդ հունիսի 7-ից հետո մենք դեռ պետքա շարունակենք այս երկրում ապրել եւ ուրեմն գործունեություն ծավալել եւ շատ կարեւոր է որ մեր որոշումները նաեւ այդ հաշվարկից ելնեն, բայց նաեւ կան շատ լուրջ կարճաժամկետ խնդիրներ, որոնց հետ մենք որպես հասարակություն պարտավոր ենք առերեսվել եւ այդ խնդիրներին պատասխանել։ Լավ եղեք, հանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00